2022-ից մեկնարկած վերականգնողական աշխատանքներն ու հնագիտական պեղումները Լոռե Բերդաքաղաքում ավելի ու ավելի ուշագրավ պատմական շերտեր են բացում։ Արշավախմբի ղեկավար հնագետ Արման Նալբանդյանը Ռադիոլուրին ասում է, 2025-ի պեղումները ևս արժեքավոր են։ Արքայանիստ բաղնիք իր լուղասենյակներով, ջրավազաններ, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերով, մեծաթիվ ջնարակված ու հասարակ խեցեղեն իրեր։ Ամենաբացառիկը, ասում է, Սիրամարգի պատկերով շքաղյուսն է, որպիսին դեռ չէր հանդիպել։ Տարածքում գտանք դեղին շքաղյուսի բեկորներ Սիրամարգի պատկերով։ Դա եզակի է, քանի որ Սիրամարգի պատկերով շքաղյուսի բեկոր մինչ այժմ հայտնի չէր։ Բաղնիքը բավականին շքեղ է եղել ժամանակին, պատված է եղել ամբողջությամբ սպիտակ գրանյութով եւ այդ գրանյութի վրա եղել են տարբեր գույներով շքաղյուսների պատկերներ, զարդակոտիներ կամ առանձին պատկերներ եւ մյուս կարևոր հանգամանքը այն է, որ այդ բաղնիքը ինչքան էլ որ ձեռքից ձեռք է անցել, ինչքան որ նվաճողներ են եկել, անընդհատ իր տերերը փոխվել են, փաստորեն Գյուրիկյաններից հետո անցել է Զաքարյաններին, հետո Սելջուկյան հարձակումներ, Պարսկա թուրքական տիրապետություն եւ այլն, բայց բաղնիքի նշանակությունը չի կորցրել։ Դրան դեպքում մենք գործ ունենք արդեն 17-18-րդ դարի Պարսկա Օսմանյան տիրապետության ժամանակաշրջանի, ինչը որ ցույց է տալիս, որ այդ ժամանակ նույնպես բաղնիքները շարունակել են իրենց կիրառությունը։ Նույն արշավախումբը 2022-ին Լոռի Բերդ քաղաքատեղի պատմամշակութային արգելոցի պեղումների ժամանակ եկեղեցու ծածկասալեր, արձանագիր տապանակար, խեցեղեն ու պարիսպների տակ գտնվող գերեզմանաթմբեր էր հայտնաբերել։ Գյուրիկյանների գահակալության շրջանով 10-ից 12-րդ դարերով թվագրվող այս բաղնիքը, ասում է Արման Նալբանդյանը, բացի ժամանակաշրջանի տիպիկ նմուշ լինելուց, վկայում է, որ այն բարձրաստիճան տոհմի է պատկանել։ Տարածքից հարուստ ժառանգություն են հանել, ծխամորճ, ջրաքաման, զարդեր, բյուզանդական կայսրերի մետաղադրամներ։ Պեղումների ընթացքը գնալով ավելի հետաքրքիր է դարձել։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն է Ռադիոլուրին պատմում։ Բաղնիքի վերականգնման համար տարածք բերված տեխնիկայի միջոցով բացվել է վաղ շրջանի քիչ հայտնի սալահատակ, որի մի հատվածն է միայն բացվել, միայն այն անհրաժեշտ հատվածը, որը թույլ կտա տեխնիկան ներս մտցնել բաղնիքի ամրակայման եւ ծածկի իրականացման համար աշխատանքները ավարտին հասցնելու, իսկ արդեն մյուս տարի պլանավորվում է ավելի մեծ ծավալի պեղումներ։ Վերականգնողական աշխատանքին զուգահեռ հնագետներին տպավորել է միջնադարյան ճանապարհի պեղումը Բերդաքաղաքի մուտքի պարսպի մոտ։ Պարսպի կենտրոնում բավական ուշագրավ գաղտնուղի է բացվել։ Այն գտնվում է պարսպի կենտրոնական հատվածում մոտ 3-4 մետր բարձրության վրա։ Շատ հավանական է, որ այդ գաղտնուղին օգտագործվել է ջրի մատակարարման համար կամ պաշարման ժամանակ դուրս գալու համար եւ այլ նպատակներով։ Շատ հետաքրքիր բացահայտում կատարվեց ամբողջին կամարակապ մուտքի մոտ, որտեղ պետք է հողաշերտ հեռացվեր եւ վերահսկողության արդյունքում մենք նկատեցինք 2 սրբատաշ եւ որոշվեց այդ հատվածը ամբողջությամբ պեղել եւ աննախադեպ հայտնագործություններ Լոռի Բերդում այդ առումով, քանի որ այդ տարածքը մուտքի հարող հրապարակը բազմիցս պեղվել է, բայց փաստորեն մինչև ստորոտը, մինչև հիմքերը չի պեղվել, եւ երբ մենք որոշեցինք պեղել բացել այդ 2 քարը, պարզվեց դրանք 2-ը չեն, այլ բավականին շատ են, ու մի ամբողջ ճանապարհ բացվեց, սանահատակված ճանապարհ, որն ունի նաև իր եզրաքարերը։ Իհարկե ճանապարհի մեջ օգտագործվել են տարբեր կոթողներ, տապանակարերի, խաչքարերի պատվանդանների բեկորներ, կամարաշար որմնաքանդակներով ընտիր բեկորներ։ Առաջարկվել է պատկան կառույցներին, որ պեղումները շարունակվեն, տարածքը ընդարձակվի, որ հնարավորինս ամբողջական ու տեսանելի դառնա ամրոցի հին ճանապարհը, որովհետև Լոռե Բերդաքաղաքն ուսումնասիրման անվերջանալի նյութ ունի։ Վերջին 6 տարում հուշարձանների վերականգնման համար պետբյուջեից հատկացվել է 3.1 միլիարդ դրամ։ Հարություն Վանյանի խոսքով նախարարությունն առանձնակի կարևորում է մշակութային տարածքների պահպանությունը նաև տուրիզմի զարգացման տեսակետից։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՕԱԿ-ի մասնաճյուղն է Լոռի Բերդը, որտեղ գործում է տոմսային տնտեսություն։ Նախորդ տարի սկսվեց եւ այս տարի ավարտվեց նաեւ
զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի կառուցումը տարածքում, որը շուտով կբացվի, որտեղ անհրաժեշտ ենթակառուցվածքները կլինեն զբոսաշրջիկների սպասարկման համար։ Չնայած տեղանքն այսչափ հարուստ պատմական ժառանգություն է ամփոփում, մինչ օրս Լոռեբերթա քաղաքը թանգարան չունի, որն այս անգին նմուշների ցուցադրության լավագույն վայրը կդառնար, ցավով ասում է հնագիտական արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանը։ 2022-24 թվականների արժեքավոր գտածոների մեծ մասը ժամանակավոր ցուցադրության է հանձնվել Լոռի Փամբակի երկրագիտական թանգարանին։ Առաջիկայում դրանք կհամալրվեն հետազոտված ու վերականգնված այլ արժեքավոր նմուշներով ևս։ Լուսինե Սարգսյան, Ռադիոլուր, Լոռի։